Առաջին մանիպուլյացիաները հենց սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բանակցությունները սկսել են մոտավորապես 94 թվականին, երբ որ ձևավորվեց համանախագահությունը։ Այն առաջին 2 տարի Մինսկի խմբի ըստ էության բանակցություններ համարյա չեն եղել։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ուզում անձամբ բանակցեր, այն պատճառով, որ չէր ուզում, որ Հայաստանը ընկալվի որպես բանակցության կողմ։ Դրա համար Մինսկի խումբը առաջարկել էր պատվիրակությունների ձևաչափ եւ փորձում էր խափում էին Հայաստանի բնակչությանը, Հայաստանի քաղաքացիներին, ասելով, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է։ Իրականում Մինսկի խմբի համար Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը դա ընդամենը Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներ էին, որոնց դիմաց ադրբեջանական պատվիրակության կազմում նստած էր Շուշիի նախկին քաղաքապետը որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն էր տալիս ասել, այ տեսեք, ես չեմ բանակցում, ես այնտեղ համարյա միջնորդի նման եմ, Ղարաբաղն է բանակցում, իսկ Ադրբեջանն էլ ասում էր, չէ, Ղարաբաղը չի, ուղղակի պատվիրակությունների մեջ համայնքների ներկայացուցիչներ կան։ Այսինքն ոնց որ այդ երկու կողմը կարողանում են իրանց ներսում այդ բանը ծախել այնպես, որ մենք մեր սկզբունքների տերն ենք, մեր դիրքորոշումների տերն ենք։ Այս ստից ամեն ինչ սկսվում է, եւ երբ որ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում է գուցե այլ պատճառներով հեռանալ իշխանությունից, որոշում է, որ ինքը իշխանությունից պետք է հեռանալ քաղաքական պատճառով, այլ ոչ թե որովհետև ընտրություն է կեղծել։ Եվ ասում է, ես հիմա Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այսպես արմատական մերժելի դիրքորոշում կհայտնեմ, դրա համար ինձ կհեռացնեն իշխանությունից, ես նրանց կմեղադրեմ որպես պատերազմի կուսակցություն, ծայրահեղական պահանջներ ներկայացնող, իրականում ոչ մի փաթեթային եւ փուլային տարբերակներ չեն եղել։ Ցանկացած տարբերակ պիտի լիներ փաթեթային ստորագրվեր, բայց իրականացվեր փուլային, սա տրամաբանական է։ Մինսկի խումբը երբեք դրանց մասին չի պատմել, դրանց մասին խոսել է մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բաքուն նույնպես դրա մասին ոչ մի բան չի ասել։ Այսինքն իրականում այդ տարբերակները չկար, բայց ինչը կար այն, որ Հայաստանը ամենասկզբից հրաժարվել էր այն տարածքներից, որը մենք կոչում էինք ազատագրված այդ 7 շրջաններից։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը ներկայացրեց այսպես. կամ մենք հիմա այդ շրջանները հանձնում ենք եւ ցույց ենք տալիս, որ մենք տեսեք բարի ենք, ուրիշի ունեցվածքի վրա աչք չունենք, եւ այդ դեպքում միջազգային հանրությունը մեզ աջակցում է, միգուցե ինչ որ խաղաղապահներ է տալիս եւ այդպես յոլա են գնում առանց կարգավորման հարցի, որտեղ Ադրբեջանը մեկը հիմա չի համաձայնվելու։ Դա կարևոր չի, կարևորը որ միջազգային հանրությանը մենք ինչ որ բան ցույց տանք։ Իսկ այս վատ տղաները, Վազգեն Սարգսյանը, արցախցիները, չգիտեմ, Դաշնակցությունը եւ մյուսները, այս սրանք բոլորը ուզում են, որ մենք անպայման Ադրբեջանից այսօր կարգավիճակ ստանանք, որ իրատեսական չի, հետեւաբար հարցը չլուծվի, հետեւաբար այսպես երկար մնա մեր համար վատ հետևանքներով։ Այս մանիպուլյացիայով ինքը հեռանում է իշխանությունից